Տիկին Գալյան, հաջորդ հարցը ուզում եմ ուղղել ձեզ։ Էլի հեծանիվ հաստատ օրինաց չենք լինի, երբ ասենք, որ առանց իրավունքի, առանց արդարադատության, առանց վեճերի արդար եւ արագ լուծման մեխանիզմների տնտեսության զարգացման պոտենցիալը շատ սահմանափակ է։ Իրավական դաշտի լավարկման մասով ինչ է արվում ներկայումս, որպեսզի ունենանք ավելի բարենպաստ միջավայր, օրինակ բիզնեսը շատ է բողոքում վեճերի լուծման շատ երկար ժամկետներից, կամ որ այդ ընթացքում կազմակերպության գույքը կարող է կալանքի դրվել, ու մինչ հանգուցալուծումը լինի ընկերությունը բազմաթիվ խնդիրների առաջ կանգնի ընդհուպ սննկացում, որն էլ իր հերթին հաճախ ընդհուպ մինչև տարիներ ձգվող մի տևական գործընթաց է։ Կցանկանայի ներկայացնեիք ինչ է արվում այս ուղղություններով։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Պապոյան։ Միջազգային փորձը գալիս է փաստելու, որ տնտեսության կայուն զարգացում, ներդրումային կայուն միջավայր ունեն այն երկրները, որտեղ այո, կան վեճերի լուծման արդյունավետ մեխանիզմներ։ Ինչ է նշանակում արդյունավետ։ Արդյունավետ հասկացությունը ներառում է հետևյալ կատեգորիաները, իմ կարծիքով՝ արագություն, թափանցիկություն, ինչպես դուք նշեցիք, պարոն Պապոյան, կանխատեսելիություն եւ ճկունություն։ Արագության ապահովման հետ կապված պետք է նշեմ, որ ցավոք սրտի դատական process-ները, ինչպես մեր, այնպես էլ մի շարք երկրներում տևում են շատ երկար, բայց մենք գնացել ենք այն ճանապարհով, որ պետք է սահմանենք հստակ ժամկետներ յուրաքանչյուր դատավարության համար եւ մոտ ապագայում մեր երկրում դատավարության բոլոր տեսակները կլինեն ժամկետային։ Կնախատեսվեն 6 ամսյա գործիքնության ժամկետներ քաղաքացիական եւ վարչական դատարանների համար եւ 1 տարվա ժամկետ քրեական գործերով դատարանների համար։ Իհարկե այս ժամկետները որոշ դեպքերում պատճառաբանված որոշմամբ կարող են երկարացվել, բայց այդ երկարացումները եւս կլինեն հստակ ժամկետներով։ Հաջորդ չափանիշին թափանցիկության անդրադառնալով պետք է նշեմ, որ այս ուղղությամբ մենք աշխատում ենք թվայնացնելով մեր բոլոր համակարգերը եւ այս պահին, եթե խոսում ենք դատավարություններից, ապա գործում են քաղաքացիական եւ վարչական դատավարությունների թվայնացված համակարգերը համապատասխան գործիքակազմով, 2 ամիսների ընթացքում այլևս կունենանք սնանկության թվային համակարգը եւ արդեն պետք է աշխատենք քրեական դատավարության համակարգի գործարկման շուրջ։ Կանխատեսելիության հետ կապված պետք է նշեմ, որ ապագայում մենք պետք է ունենանք միատեսակ չափանիշների վրա հենված դատական պրակտիկա, իհարկե Վճռաբեկ դատարանը կանխորոշող դերակատարություն ունի այս հարցում եւ կարծում եմ պետք է զարգացնենք մենք այդ պրակտիկան եւ վերջին չափանիշին անդրադառնալով ճկունությանը պետք է նշեմ, որ փորձում ենք հնարավորինս ճկուն դարձնել դատավարական process-ները, սակայն այս առումով եւս որոշակի բարդություններ ունենք։ Միջազգային փորձը այս առումով եւս լավատեսական չէ, բայց ամեն դեպքում մենք չենք հանձնվում, սակայն պետք է նշեմ, որ ճկունության առումով գոյություն ունեն այլ գործիքներ, որոնք կոչվում են վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմներ, որոնք գալիս են փոխարինելու դատական գործիքներին, եւ պետք է նշեմ, որ Հայաստանի Հանրապետությունում 2023 թվականից գործում է արբիտրաժի եւ հաշտարարության հայաստանյան կենտրոնը, որը գործում է միջազգային գործիքակազմերի հիման վրա եւ ունի համապատասխան գործելակերպ հստակ մշակված եւ արդեն ունենք 300 արբիտրաժային գործեր, որոնց մի մասը միջազգային վեճեր են պարունակում եւ 150 հաշտարարական գործ։ Ինչ է պետք տնտեսավարողին կամ ներդրողին։ Կարծում եմ, որ տնտեսավարողները ցանկանում են, որ ոչ թե իրենց հնարավոր ոչ իրավաչափ գործողությունների նկատմամբ չլինի որևէ միջամտություն, այլ այդ միջամտությունը լինի արդար, իրավաչափ եւ համաչափ, եւ այս առումով կարիք ունենք կատարելագործելու մեր վարչարարական process-ները։ Ունենք մեկ նորարարական հավակնոտ նախագիծ, որը սահմանափակելու է ոչ իրավաչափ վարչարություն իրականացրած մարմինների բողոքարկման իրավունքը եւ մինչեւ 500,000 դրամ վեճերով մեր հարգարժան վարչական մարմինները այլևս հնարավորություն չեն ունենալու ներկայացնել վերաքննիչ բողոքներ։
Թվայնացման հետ կապված ցանկանում եմ եւս մեկ կարևոր նորությամբ կիսվել, այլևս 1 ամիս հետո պետական ռեգիստրում բոլոր գրանցումները հնարավոր կլինի իրականացնել on-line, այսինքն կազմակերպային ցանկացած ձև ունեցող իրավաբանական անձի գրանցումը տեղի ունենալու թվային հարթակում, սա կարծում եմ եւս շատ մեծ քայլ է եւ կարևոր նորամուծություն գործարար կյանքի բարելավման ընթառաջ։ Իհարկե նաև շատ կարևոր է, որպեսզի մենք ունենանք մեկ միասնական կորպորատիվ օրենսգիրք, որի շուրջ այս պահին աշխատում ենք, որպեսզի եւ մեր տնտեսավարողների եւ ներդրողների համար իրենց գործելակերպը լինի կանխատեսելի մեր պետությունում։ Իհարկե աշխատում ենք նաև սնանկության նոր օրենսգրքի շուրջ, որը թիրախավորելու է ավելի շատ առողջացման process-ները եւ ավելի մեծ հնարավորություններ է ընձեռելու մեր տնտեսավարողներին, որպեսզի նրանք ունենան ավելի լավ եւ երկարաժամկետ առողջացման ծրագրեր եւ մենք փորձում ենք կրկին լավացնել մեր երկրում վարչարարության որակը։ Այս առումով մշակում ենք մեթոդոլոգիական ուղեցույցներ, որպեսզի մեր վարչական մարմինները կարողանան վարչարություն իրականացնելիս յուրաքանչյուր կոնկրետ դեպքում իրականացնել իրավաչափ եւ պատշաճ վարչարություն։ Ինչ վերաբերում է գույքերի արգելադրմանը, պարոն Պապոյան, սա իրականում խնդիր է, որ կա մեր պետությունում եւ պայմանավորված է process-ների երկար տևելով։ Մենք փորձելու ենք կրճատել հնարավորինս process-ները։ Մեկ օրինակ բերեմ, վերջերս Վրաստանում աշխատանքային այցով քննարկումների ընթացքում տեսանք, որ որոշ երկրներում, այդ թվում եւ հարևան պետությունում կա տարբերակված մոտեցում այն գործերի հետ կապված, որոնցով որ կալանքի տակ գտնվող անձինք կան։ Եվ մենք առաջ ենք շարժվելու այն ուղղությամբ, որ տարբերակված ժամկետներ նախատեսենք այն գործերի նախաքննության եւ քննության համար, որոնցով կա կալանքի տակ գտնվող ֆիզիկական անձ եւ կամ արգելանքի տակ գտնվող գույք։ Սա կարծում եմ, որ որոշակի առումով իրավիճակը